Սա թվով երրորդ Robust Armenia կոնֆերանսն է, եւ քանի որ այս տարի հոկտեմբերին Երևանում տեղի ունենալու ՄԱԿ-ի կենսաբազմազանության կողմերի համաժողովը COP17-ը, որի թեման կենսաբազմազանությունն է, որոշեցինք ինչ-որ իմաստով համահունչ թեմա ընտրել։ Ազատություն իհարկե կա ինչ բան է ազատություն կենսաբազմազանության վրա, դա կենսաբազմազանության կորուստն է։ Պատասխանատու բիզնեսի տեսանկյունից հակադրություն չկա, կա ռիսկերի կառավարման մեխանիզմ։ Ընթաններ պետք է ստեղծվեն, որպեսզի բիզնեսի համար կայուն զարգացումը կանաչ տնտեսություն լինի ոչ միայն պարտադրանք, այլ լինի շահութաբեր։ Հայաստանում շատ դժվար է այս պահին աշխատել են ընկերությունների, շինարարական կապալառուն ընկերությունների հետ, որոնց համար նույն անվտանգությունն ու բնապահպանությունը առաջի տեղում չի։ Մեր սկզբունքը այն է, որ այն ընկերությունները, որոնք 1 օր, 2 օր չեն տարածքում, այդ ընկերությունների հետ մեր աշխատանքը ամենօրյա է ու մեր աշխատանքը ավելի շատ մշակույթ փոխվելուն ուղղված։ Վարկառները կարող է ինչ-որ պահի գործընկերներ դրսում չգտնեն եւ իրենց բիզնեսը չկարանան առաջ տանեն։ Ու այստեղ կարգավորողի դերը իհարկե կա, ռիսկերի հաշվարկման, ընդհանուր մոտեցումների կիրառում, բայց կարգավորումն ու գիտակցումը իրար հետ զուգահեռ կա։ Մենք ռիսկային հենց գոտում ենք գտնվում, որը շատ, այսինքն եթե մենք այսպես շարունակենք, մենք ինչ-որ մի 10-15 տարով իրական ջուր չենք ունենալու։ Ես ուրախալի եմ լսել, որ բնականաբար արդեն կան կազմակերպություններ, անհատներ, որոնք հասկանում են այդ խնդիրը եւ որդեգրելով քաղաքականությունը իրականացնել։ Պուլպուլակի վրա դնում ենք, չէ՞, այդ բանը, փականը, բայց դադարում է պուլպուլակը լինելուց է։ Հիմա մեր գործողությունները, որոնք որ մենք անում ենք, փորձում ենք եղածի տրամաբանություն շատ չշեղվել եւ դարձնել դա միայն նրա համար կանաչ, որտեղ դա մոդա է։ Գինութորման ընթացքում որպեսզի ստանանք սպիրտ, ջուր է օգտագործում եւ նաեւ գոլորշի եւ այդ ջուրը վերաշրջանառվում է։ Տեխնոլոգիապես, քանի որ ջերմաստիճանը բավականին բարձր է, այդ ցիկլը գնում է, սառեցվում է եւ հետ է գալիս նորից նույն process-ը ապահովելու համար։ Դա անընդմեջ։ Սովորաբար գյուղերում մարդիկ բացում են այդ ջուրը ջրանցքից դեպի իրենց այգիները, գնում են իրենց գործերով, երեկոյան գալիս են, փակում են ու այս տրամաբանության մեջ այն համակարգը, որ մենք ստեղծել ենք Երայում, դա հենց շրջանաձև ջրօգտագործման համակարգն է։ Այսքանը, շնորհակալություն, հաջողություն։